Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Աշտոնի համոզմամբ Բրյուսելը կարող է ֆինանսական անհապաղ աջակցություն տրամադրել Ուկրաինային եւ այդպես կարգավորել հարցերը, որոնք նախագահ Վիկտոր Յանուկովիչը ներկայացրել է որպես ասոցիացիան պայմանագիրը կնքելու հիմնական խոչընդոտ։ Ընդ որում օգնությունը հնարավոր է հատկացնել թե Եվրամիության, թե ֆինանսական հաստատությունների եւ թե մասնավոր սեկտորի ջանքերով։ To resolve those, some of them can be done through the support of the European Union, others through financial institutions, some are the role of the private sector, but all of them are possible. Կրեմլը ամեն կերպ Կիևին համոզում է հեռու մնալ ասոցիացիան համաձայնագրից, ըստ վերլուծաբանների Արևմուտքի եւ Ռուսաստանի աշխարհքաղաքական մրցակցության սահմանը հիմա անցնում է Ուկրաինայով, մինչդեռ Քեթրին Աշտոնը վստահեցնում է, որ ուկրաինական ճգնաժամը չպետք է բացասական ազդեցություն գործի Բրյուսելի եւ Մոսկվայի հարաբերությունների վրա։ I don't believe that the crisis in Ukraine should have a negative impact on our relations with Russia. Ասոցիացիան պայմանագրի կողմնակիցները շարունակում են ակցիաները անկախության հրապարակում։ We were with Russia the whole last century, and now we know that this is not the best variant, you know. Ամբողջ անցած դարը մենք Ռուսաստանի հետ էինք եւ գիտենք, որ դա չէ մեր երկրի համար լավագույն ճանապարհը։ Մենք այդ ղեկավարներից շատերին դեռ սովետական ժամանակներից ենք ճանաչում։ Նրանցից ոմանք հիմա Մոսկվայում են, ոմանք Կիևում, նրանք Ուկրաինայի մեր ժողովրդի դեմ են աշխատում, ասել է երիտասարդ ակտիվիստ Յուրին։ Եվրամիության արտգործնախարարները այսօր Բրյուսելում են հանդիպում։ Գերմանիայի արտաքին գործոց նախարար Գիդո Վեստերվելեն ուկրաինացիների ներկայիս ակտիվությունը համարում է Ուկրաինան հենց Եվրոպայում տեսնելու երազանքի վկայություն։ Ուկրաինացիների ցույցերն ու երթերը Եվրոպայի գրավչության նշան են։ Մենք Ուկրաինայում որևէ կուսակցություն չենք պաշտպանում, մենք եվրոպական արժեքներն ենք պաշտպանում, ասել է Վեստերվելեն։ Լարվածությունը չի մարում, այսօր եվրոպացիներն են քննարկում Ուկրաինայի հարցը, իսկ վաղը Վիկտոր Յանուկովիչը մեկնում է Մոսկվա, որտեղ հանդիպելու է Վլադիմիր Պուտինին։